Հարցը սուղում եմ պարոն Եղոյանին, պարոն Եղոյան, դուք քիչ առաջ ասացիք, որ խաղաղությունը արդեն հաստատված է, Հայաստանը խաղաղության կղզյակ է եւ որևէ փոփոխություն, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում այդ իմաստով չի լինելու։ Երեք Ալիև անվտանգության խորհրդի Ես ասացի, մեզ պետք է ուժեղ քվե, ես ձեր ասած մեջբերումը չեմ արել, անկախ նրանից հիմա համաձայն եմ դրա թե չէ, բայց խնդրում եմ ինձ մեջբերել բառացի։ Խաղաղության հետ կապված դուք ասացիք, որ արդեն խաղաղությունը հաստատված փաստ է եւ ընդհանուր պետք է ձեզ քվե տա, որպեսզի այն դառնա անդառնալի։ Ադրբեջանի նախագահ երեք անվտանգության խորհրդի նիստում բառացի հայտարարել է հայերի գլուխը ջարդել են երկաթե բռունցքով։ Նման խոսույթ ունեցող պետության առաջնորդի հետ, պետության հետ ինչպես եք պատրաստվում հետագայում խաղաղություն հաստատել։ Շնորհակալություն։ Ուրեմն ես ձեզ մի գաղտնիք պիտի բացահայտեմ։ Խաղաղությունը հաստատվում է խնդիրներ ունեցող կողմերի միջև։ Հաճախ իրար թշնամաբար վերաբերված, պատերազմած, կռված պետությունների, անձանց, անհատների, ընկերները իրար միջև խաղաղություն չեն հաստատում, որտեղ ընկերները այսպես թե այնպես խաղաղ ապրում են իրար հետ։ Բարի դրացիական հարևանները իրար միջև խաղաղություն չեն հաստատում, ասենք շատ դժվար է, չէ՞ պատկերացնել, որ ասենք մենք գնում ենք Վրաստանի հետ խաղաղություն հաստատենք, որովհետև այս 3000 տարի խաղաղ է Վրաստանի հետ, մենք խնդիր չենք ունեցել Վրաստանի հետ։ Ում հետ խնդիր ունես, նրա հետ ես խաղաղություն հաստատում։ Դուք ասում եք, բայց չէ՞ որ հələ տեսեք այդ խնդիրները հələ իրանց զգացնել են տալիս, հələ զգացնել տալիս են։ Դրա համար էլ ասում եմ, որ պետքա դա դարձնենք անդառնալի։ Նկատի ունեմ խաղաղություն ձգտող պետությունը պետք է նման հռետորաբանությամբ հանդես գա, այն երկրում մենք ինչ ենք ձգտում եւ մենք այնպես ենք անում, որ մենք հասնենք մեր ձգտածին։ Մենք մեր ձգտումները եւ մեր գործողությունները հայելային կորելացիայի մեջ չենք դնում մյուսների պահվածքի հետ։ Մենք մյուսների հայելային արտացոլանքը չենք։ Մենք ունենք մեր օրակարգը, մենք մեր օրակարգն ենք առաջ տանում։ Եթե մենք հայելային արտացոլանքի սկզբունքով առաջնորդվեինք, կրկնեինք այն, ինչ անում են ուրիշները, մենք չէինք լինի այնտեղ, որտեղ որ ենք այսօր եւ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս ձեր օրակարգը առաջ տանել եւ ոչ թե կրկնել ուրիշների ասածը կամ ձեր գործողությունները 100%-ով կորելացնել ուրիշների ասածների հետ։ Շնորհակալություն։